Սիրելիուն գնդիրներ, բարի երեկո վանացայնեն։ Ահավասիկ դարձյալ չորեքշաբթի է եւ Սեր բոլորին կողմէ սպասված թիմանագար հայդակրին ժամն է։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպենք միասնաբար ծանոթանալու եւ բացահայտելու այնպիսի անձնավորություններ, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Թիմանագար հայդակրին գրնակեդեվիլ վանացայնի կայքեչով voiceofone.net, ինչպես նաև ցույցային հեռացայնի Radio Voice of One Live ծրագիրով եւ թիմադեդրի մերեջով։ Այսօր թիմանագար հայդակիրը մեծ ուրախությամբ գհյուրընկալ է բացարիք անձնավորությունը։ Դիգինը, որուն կյանքը եւ արվեստը միշտ եղած են նվիրումի, հետեւողականության եւ լույսի պատմություն։ Մեծ հաճույքով կներկայացնենք մեր հյուրը Դիգին Նորա Ռումյան Բայրամյանը, որի դակսրդով եւ ստեղծագործ ուժով ներշնչած է սերունդներ։ Այսօր պիտի խոսենք իր ստեղծագործական ուղին, հաջողություններուն եւ դժվարություններու մասին, զորս կերտած են երաժշտական իր աշխարհը։ Բարի եկած Դիգին Նորա։ Բարի շողի։ Ինչպես եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Մենք լավ ենք։ Այսօր ցեզի կմիանանք հերավոր Ամերիկայեն։ Այո։ Նեզի համար շատ հետաքրքրական է լսել ձեր կյանքի պատմությունը եւ ձեր անցած ուղին։ Ուրեմն մենք սկսենք մեր թեմանագարի այս հարցազրույցը, որովհետեւ ավելիով մոդեն ծանոթանանք ձեր գործունեության։ Դաշնագահար, երաժիշտ, մանկավարժ, խմբավար, այս բոլոր մակտիրները արտասանելը շատ դյուրին է։ Սակայն ցեք ցկելը դժվար։ Այսօր մեր ուղղընկերները մեծ հետաքրքրությամբ պիտի լսեն ձեր կյանքի այն հանգրվաններու մասին, որոնք հայտնաբերեցին եւ գազմավորեցին ապակա դաշնագահարը։ Այս բոլորի գաղտնիք իմանալու համար մենք պետք է երթանք անցյալ, շրջինք ձեր կյանքի ուղիներով, հայտնաբերելու ձեր տաղանդին եւ աշխատասիրության իբրև արդյունք ձեր ցկած ձեր հաջողություններուն գաղտնիքները։ Ով է Նորա Ռումյան Բայրամյանը եւ ուրգե գուքան ձեր արմատները։ Okay, ես մեր ընտանիքը ավելի մորս կողմեն շատ երաժշտության, արվեստին հանդեպ շատ մեծ սեր ունեցած են։ Ուրեմն մեծ հայրս ուտ կնվագեր, պիանոյի տաս արավ իմ հետս, երբ որ ինձ գտաներ պիանոյի տասի, ակորդեոն կնվագեր, բարերու տեսակ կբարեր, իսկ մայրս շատ ավոր ձայն ուներ, մեծո սոպրանո էր, եւ այն ժամանակ շատ լավ գիշեմ, շատ փոքր էի, երբ որ դունը ուսուցիչ մգուկար բարոն Թորոսյան շատ լավ գիշեմ, ես կնամստեր, որ 3-4 տարեկան լալու էի, ինքը բարոն Թորոսյան գուկար եւ մորս հետ աշխատեր իր տրովատորը օպերան բիգ ներկայացնեին այդ ժամանակ, ուրեմն Դժբախտաբար չգրցան ներկայացնել, որտեղ այդ միջոցին գարձեմ, եթե չեմ սխալ, իր ներքին խրրդուկ մեղավ եւ չգրցան ներկայացնել, բայց մորս այդ երկը, որ իրեն ազուսինային թերը արածեր, այդ վալսը որ գերքեր շատ դպավորված էի այդ իր երկով at mezzo sopranoի ցայնը որ ուներ գնամսեր շենքը գտնտար անչափ զորավոր ցայն ուներ այդ վերջը ես 5 տարեկան էի մեծ քույրս Արդան Դիգին Ահարոնյանեն պիանոյի տասկարներ եւ ես գնամսեր որ բացարիք ագանջ ունեցած եմ եւ իր եղանակները գնվակեի առանց նոտա գտնալու ուրեմն մինչև 7 տարեկանից ինձ Դիգին Ահարոնյանին կով դարավ եւ սկսա տաշնակի տասերը Այսինքն գրնանք ասել, որ առաջին գայձը, որ ձեզ ուղեց դեպի Տաշնամուր եւ երաժշտության ասվեց աշխարհը, ձեր մոր երաժշտության հանդեպ ունեցել եւ ձեր քրոջ եւ այո, ձեր մայրն էր, որ առաջնորդեց ձեզի դեպի երաժշտության աշխարհ։ Շատ լավ։ Ինչպես պատահեցավ, որ դուք անցաք ավելի մասնագիտական, այսինքն դուք Դիգին Ահարոնյանի կով սկսաք եւ ապա ատկեվեջ դուք անցաք դեպի pedagogan երաժշտանոց։ Ինչպես եղավ այդ ինչ փոփոխություններ տեղի ունեցան։ Ուրեմն ինչ չեմ գիտեր եթե դերյակ Դիգին Ահարոնյանը ուրեմն դպրոց ուներ, որ մինչև 6-րդ դասարան երաժշտական պիանոյի մեջ
գաբարդես անգեց վերջը ինքը եթե գպապակի անցը շարնագել իր եթե գուզե շարնագել երաժշտությունը կոնսերվատուար կպատրաստեր մեզի համար ուրեմն ես ընդհանրապես փեմերու վրա միշտ հաջող եղած եմ միշտ ամեն մարդ կսեր օ նորային ժամ գարք է գաբիտնվակ է ուրեմն քիչ թե շատ դաղանտավոր էի ուրեմն եւ որոշած էի որ կոնսերվատուար մտնամ անշուշտ ծնող կսալ հրեց ինձ այդ ուղղությամբ եւ այդ ծովով 6-րդ 13 տարեկան էի մոտավորապես երբ որ կացի կոնսերվատուար եւ անշուշտություն կանցնես ընդունվելու համար երբ որ կնություն անցուցի շատ երդասարդ դիգիմ վերջանալես վերջը շատ երդասարդ դիգիմ ելավ դուրս մորս հետ էի անշուշտ եւ սա ես կփապակիմ ցերաղջկան տաստալ ուրեմն միջատ իմ դիգին Ահարոնյանը ուրիշ անցի Առաջարկա առաջարկած էր որ ես երթամ անոր տասարեմ բայց բարեփոխտաբար այդ անցը ներկա չէր այդ օրը քաղաքեն դուրս էր ուրեմն երբ որ այս դիգինը ելավ շատ անուշիկ երդասարդ մորս ասանքսի ես as դիգինին հետ կուզեմ պիանոյի տասներ ուրեմն վերջը իրարու հետ խոսել եմ վերջը ինքը դիգին Մադլեն Մդավարներ որ Պեհլիվանյանի աղջիկ եղած է այսինքն Արփինե Պեհլիվանյանին դալը գտար તો այդ ծովով իրեն հետ սկսա եւ միջև վերջը փեմերու վրա կոնսերվատուարի մեջ միշտ նորարումյան ամեն անշուշտ գստիրեի որտեղ դիկին Պեհլիվան պետք է ասել որ 5 տարի վերջը քույրս մեծ քույրս որ տաշտակ կաներ ցկած էր անշուշտ հապակեցավ անալ կոնսերվատուար մտնած սայնամարզությամբ ուրեմն երբ որ ինքը մտավ սայնամարզության դիկին Պեհլիվանյանին Արփինե Պեհլիվանյանին կով սկսավ բնել իր սայնամարզությունը եւ դիկին Պեհլիվանյանը միշտ կգանչեր ես երթայի իր աշակերտներուն ընկերակցեի ուրեմն կոնսերվատուարի մեջ ով որ գանչեր ինձ չուտագահարը տրոմպետը բան նորագը նվագես մեր այդ քնություններուն այո որտեղ դստիրեի ընկերակցիլ ընկերակցիլ եւ այդ ծովով ավելի գարդստե անվանի դարձա կոնսերվատուարներս այո անգետ վերջը ավարտեցի միջաճավարտած ուրեմն ավարտած դարիես ամառը ուրեմն 5 հոգիով бид ավարտենք այդ դարվա երաշտանոցի պիանոյի բանը ուրեմն այդ 5 հոգիեն ամեն մեկ անձը որ գար դարբեր ուսուցիչի հետ էր եւ անոնք եկանցի որ մենք այս ամառ երթանք master class-ի որտեղ մեր պիանոյի ուսուցիչները մեզ հոնգղրգեն որ երբ որ վերադառնանք ավելի զորավոր ծավով քննությունը անցնենք կոնսերվատուարի ավարտական դասարանին ուրեմն ես ալ ադի ամարվա սկիզբն քյուր ելացենք ուրեմն քյուրը մեծ հայրս մեկ հարգեր երկրորդ հարգը մենք ենք երրորդ հարգը մորակույր ենք ասեն ուրեմն երբ որ ծնողքիս մոդեցա ասելու որ գիտես դիգին մդավար համիջա դիգին մդավարը ասա որ տունա իմ ուսուցչուհիս հետ երթաս նիս գտնվի որ կոնսերվատուար դե Փարիի նշանավոր ուսուցիչները մեկն էր Ժան-Մարի Դիգին նորա ներողություն պիտի ընդհատեմ քիչ մգրնակ ձեր iPad-ը շտկել որ լման ձեզ դեսնենք այո եղավ այսպես այո շարունակեցեք այո որտեղ գիշեմ որ գերեվակ շարժիմ որ ուրեմն երբ որ դիգին մդավարը առաջարկեց որ երթամ իր ուսուցչուհին հետ այդ master class-ը անեմ ես ալ ուրախացա որտեղ շատ անվանի ուսուցչուհի մներ ծնողքիս մոդեցա ասի որ գիտե ամեն մարդ կերտագոր master class-ի մասը Ֆրանսա մասը Իսպանիա մասը Իտալիա այսինքն ամեն մեկ անձը ասալ նիստ վիդալ լաթասընթացքը ծնողքիս ինի երբ որ առաջարկեցի բացարձակապես ոչսին որ ինչսեր է 18-19 տարեկան աղջիկ մինագը Եվրոպաները երթա բան ուրեմն ես շատ հուզվեցա իջա մեծ հորս որտեղ մեծ հայրս միշտ ինձ գնաք եղած է միշտ կաչալերած է ուրեմն կացի մեծ հորս որ ծնողքս
չից կերգով որ երթամ Ֆրանսա, բան, սա հեչ հոգմիներ ես երթամ իրենց կհամոզեմ։ Եվ իսկապես մեծ հայրս գնաց համոզեց իմ ծնողքիս, որ երթամ։ Դուք So կացիք այդեր ֆրանսակացի երկու ամսվա դասընթաց կեր նիս, որ աշխարհահռչակ պիանիստներ, որ մտահոգ էի, որտեղ դիգեմ դավարը, սա որ նորա, եթե չի հավնին է քեզի դուրս կհանե։ Okay, ես բախը գար մեջս, ուրեմն շատ հետաքրական էր, ասիգա ուրեմն գիշերները համասարանի մեջ գիշերօթիկ էր, իսկ ցերեկները որ տասնտացները գային, բալադի մեջ էր բալադի մեջ էր, որ մեծ սենյակներ գային եւ անշուշտ տաշնագի փորձերը որ պետք է վարձեինք սենյակը, որ գարենանք աշխատիր, փորձնել, որ այո, երկու օրը մեմը պետք է տասի երթայինք եւ պատրաստ լինայինք։ Ուրեմն առաջին օրը որ պիտի ներկայանանք ժամարի դարեին, անշուշտ ամբողջ աշխարհեն, Ֆրանսայեն, Ճապոնեն, ամեն աշխարհեն աշակերտներ գային, այո, գային, որ ես միակն էի, որ դիպանան էին եւ գարդից ամենը բզդիկն էի եւ անշուշտ երբ որ պատրաստ էինք նստած էինք դիգինը պիտի կար ջերմակ մազերով շատ բան ասանք խոժոր տեմպով եկավ եւ ֆրանսերենով օբիտ նվագե հիմա ասա այսին պիտի գնայի որ մեզի որ մեկի ամեն մեկենից ելանք նվագենք եւ մեզի ցուցմունքները դա այո, ամեն մարդ իրար ու սկսավ նայիր եւ ասանք ինձ նայեցավ ասանք մադով Եգուրսա արդեն ես սկսա մտահոգվել Էլար սա որտեղ են ես տուն սա ես սի դիպանանեն եմ սի եւ ես իմ ուսուցչուհիս Մադլեն դավարն օ սա օ ինչպես է հարցուց սի շատ լավ է ես սի բայց հայ եմ ասանք չեմ գիտեր ինչու այդ բանը սի սա ինչ սերգուս ես ֆրանսերոն անշուշտ կդագորսի սա սի moi je suis arménienne ça alors si comme si Aram Khachadurian comme Aznavour չեր գիտեր որ ադոնք հայ են գիտես անոնով գիտեն եւ ադիգա ինձ շատ աստած է որովհետեւ գահավադամ միջև հիմա գահավադամ եւ միշտ հավատացած եմ որ մենք մեր անունը հայ անունը բարձրացնելու համար եթե արվեստագետ ենք եթե ովը մեկ դաղանդ ունիկ լա politics լա արվեստ լա բան լավագույնից երբ որ ընենք այո, մեր անունը այդ ծևով պիտի բարձրանա so ես ադոր գահավատամ միջև հիմա եւ փորձեմ կորզատրել ադիգա այո, շատ լավ, չեմ գիտեր ինձ շատ աստած է ադիգա հայ ըլլալը երբ որ դաղանտավոր ես երբ որ դեղ մահասած ես մադիվ է անշուշտ, Եվ աշխարհահռչակ ըլլալու համար լավագույնից եթե քաչալերենք եւ մեջտեղ բերենք ադոնք այդ ծով գճանցվին մեր անունը որտեղ հայ անունը միշտ ես ինչպես ինձի պես մեկը ասավ ես հայ եմ անշուշտ այդ անձը որ վստահ եմ Շարլ Ազնավուրը գբարձանար հայ ըլլալու անշուշտ, so այդ ծով ուրախ էի որ կոնե նույնպես էլ հայ ասկ գհբարդանա նման արվեստագետներով, ձեզ անշուշտ նման, որտեղ դաղանտավոր ժողովուրդ ենք հեչ փափուս չի գա լավ, դիգինորա դուք կարծեմ այստեղ չգեցաք, Ֆրանսայով չբավարարվեցաք, No, ես ասացի ուրեմն Բելգիկա, երբ որ վերադարձա Լիբանան եւ քնությունը բգայականը արի տաշտակի եւ անշուշտ ես հայկական դպրոց չեմ կացած Լիբանան ես մինչեւ առաջին նախագծարան քաղաքի հայսկուլ կացած եմ վերջը ահլիե կացած եմ չեմ գիտեր եթե հիմա կոյությունի ունի ահլիե հրյական թաղներ արլոկենին կոբերներ ուրեմն անդեղը ես ավելի շատ ինչպես ասեմ նորեն ինձի շատ կճանչնային որովհետև ամեն ուրբաթ գիչնային երկելու եւ ես քանի որ շատ լավ գնվագեի ես
Բրոցին տաշնագահարն էին, Դպրոցի այսինքն։ տասնագահարն էին եւ շատ անվանի անուն էին։ Բավական բաներ ուրախություններ ունեցած եմ երբեմն, որովհետեւ երբեմն միջի զոնակ երբ որ կոնսերվատուար ինչպես կսեն midterm exam ինչ կսեն երկու անգամ Գիսամյա քննություն։ Գիսամյակունություններուն նույնը ադենը գպատահեր որ դպրոցի գիսամյակունությունը գիշեմ 11-րդ դասարանը որ միևնույն ադեն կոնսերվատուար շատ կարևոր 11 հատ կորս պետք է անեինք որ մեզի վկայական դան թե ոչ եթե բացառիկ նույնիսկ պիանիստը լաս եթե այդ կորսերը չառնես օրինակ 4 տարի սոլֆեժ 2 տարի դիոդիրի հիստերի վստահ եմ կաղապարում 11 կորս են So ormă ancha puzva zei vor ինչպես մեջ եմ բիդելամ մամայիս մորս սի մամա ինչպես մեջ եմ բիդել սա մեկ հատ բրոցը գխոսիմ նամ եթե գունտունին midterm exam-ը չնես գիսամյա եւ կնաց եւ հաջողեցավ չրի այդ տարի So at որովհետեւ իրենց պիանիստն է իրենց ինչե բերջը ինտի գանչեին երկեն աշակերտները երկեն սորվեցնեմ ասծով So այդ ծավով ազատեց այդ տարին կոմությունը So անգեց վերջը երբ որ ավարտեցի կոնսերվատուարը ուրեմն կորսս կսապնդրել միջ այդ ես ժոնես մյուզիկալի մաս կգազմեի ժոնես մյուզիկալը գարձեմ կոյություն ունի այն ժամանակ Անտուան Մդավարն էր դնորենը ուրեմն միշտ շաբաթ օրերը գերտայինք հոնդեղը երաժշտություն գնահատեինք, մտիկ գնեինք, տասախոսություններ գլար, այդ սեփով ժենես մյուզիկալը ինձ ջանցավ դնորենը եւ չէ որ փեմերու վրա է այդ սեփով որ մնան եկանսին որ մենք scholarship գտանք միշտ եւ քեզի բիտանք այս տարի այդ սեփով ինձ scholarship տվին եւ Բելգիկա գացի Հոն անդեղը նորեն master class-երու հետևեցա, վերջը միակ լիպանանցին էի, ուրեմն էգան ինտերվյուներնի, նվակեցի, տելևիզիոնեն, ռադիոգայանեն, այդ սևով անցա, վերջը բերաթարցա, այս անգամ ողորմած, ուզեմ աշխատիր, ողորմած Ալեք Մենակյանը գար, եթե չեմ կիրել, Այո, Ալեքսան Մնագյա, ակորդյոն գնվակել, Ալեքսան, անի եսա, որ ջեմարանը երկի ուսուցիչ կփնտրել ասի օքեյ բայց ես հայերեն չեմ գիտեր եւ սա կարևոր չէ գարտաս ասի այո գարտամ այն ժամանակ մագարտակը բարձր առաջին դասարանին արդեն լավ գարտային եւ դու նալ միշտ աստակ գուկար այդ սեբոբիշ ասանք գարտայի հայերենին այո հայերենը գնայի գարտալ բայց ուղղակրությունը շատ քեշ էր Այսին հոգմիներ, տուն միան եգուր և մենք պարերը կեզի գուդանք, տուն գսորվեցնես, մյուզիկա արդեն, օքե այդ սևով ես երկի ուսուցիչ չէի, ես պիանիստ էի, բայց այդ սևով սկսա գարդես գսիրեի երկ սորվեցներ, մանավանդ երեխաներուն հետ աշխատին, հոն սկսանք մեկ անգամ օպերետ մըրինք վախկոտ բարձենգոտը, որ շատ հաջող անցավ դեր Մելքոնյանը ներկայացուցինք, վասպուրական սրահն ներկայացուցինք, so բավական հաջող էինք, տելևիզիոնեն գերքեին աշակերտներս, ուրիշ ինչ կրնայի, հա, վերջը անշուշտ private տասալը սկսա դալ, եփ մերու վրա էի, միշտ որտև անգեց վերջը մեկ դարյալ chamber music-ի ուսուցչուհիս կար, որ Jean-Marie Eliane Մանյաններ So անիգա ասա որ կոնսերվատուարի ուրիշ պրոֆեսոր մագա եգուր անոր հետ տասնտացներ էր ուրեմն իր դունը գանչեց հրավիրեց 2-3 ամիս իր դունը ամարը մնացի եւ Մեսյե Կուլոին հետ private տասերան ունեցա Դիգին նորա արտասահմանյան փեմերեն հանդես կալը որ դուք մնացիք Ֆրանսա եւ Բելգիկա եւ այդտեղ արդեն դուք համերգներ ունեցաք արտասահմանյան փեմերու վրա գտնվեցաք այդ փեմերուն վրա մեծ ելույթ ունենալը մեծ պատասխանատվություն է ինչը սկայք այդ բահերուն եւ այդ բահերը ինչպես ձևավորեցին ձեր ինքնավստահությունը իբրև գադարող երբեմն
ինձի միշտ գսեմ, նորա շատ համարցակ ես այդ հետ հայտնի չէ, որ գվախնաս նվակած ժամանակ ընտագարակը ես գիշեմ Tübingen այնադեն jeunesse musicale խումբ մգար որ Գերմանիայեն խումբ մնեք chamber orchestra որ ամեն աշխարհը գբլին եւ ամեն այդ քաղաքները որ գգենան անդեղը իրենց քաղուտի դաղանտավոր սոլիստի հետ կոնցերտ գուտան ուրեմն jeunesse musicale ինձի ընդրեց որ ես այդ խումբին հետ մոզարի կոնցերտոմը պիտի նվագեմ Assembly Hall AUB ուրեմն սկսա փորձնել միջատ անոնց հետ փորձ միան մեկ անգամ պետք է անե եւ անալ կոնցերտ անած փորձի Տրիպոլի փորձ ըրին որտեղ Տրիպոլի ակացին ուրեմն շատ վախնայի որ ադիգա ինձի մեծ վախ էր եւ ամբողջ օրը շատ անկիս տեղած եմ կոնցերտին օրը ամբողջ օրը որտեղ պատասխանատվություն է ասի Եվրոպայեն խումբ մնե ինձի զադած են ամբողջ լիբանանեն ինչպես նվագեմ ինչպես լա պարկաստո լաբեր եւ շատ աղբորալ քրիտիկ եղավ այդ կոնցերտին so միշտ կվախնամ ադի ասեմ Տակավին մինչև հիմա գա այդ եթե այդ ստրեսը եւ այդ բանը չլա ինչու գիտեք որովհետեւ ես միշտ աշակերտներուս ագսեմ գվախնակ անշուշտ լավ բան է վախնալը ինչու գվախնակ որովհետեւ հոգ պատասխանատու գսկակ այո գսկանք որ մենք ժողովուրդը պիտի սիրցնենք մեզի եթե ուզենք որ լավ նվագենք այո այո Denk de hokenis çellar da lab yarajis çelsinler lab arbestaket çelsinler azıcık perivanyanlar güzel noramiş teske vaktan bir garder vor gelam gerkem çem baknar anşurt anak vakmane vor vor inknabısta hallas Bakı bir de lapets Արդեն փեմի վրա տուն քեզ հետ կգտնես Ետ կգտնաս Այո Եվ դիգի մդավարը գսեր Եվ ես իմ աշակերտներուս կսեմ Նորա 200% պետք է գիտնաս Որ 100-ը երթան է 100-ը գմանա Այո շատ լավ Իսկ դիգի Նորա դուք որ Լիբանանի մեջ բազմաթիվ երիտասարդներու համար եղած եք Առաջին ներշնչան որպես ուսուցչուհի որպես պիանոյի ուսուցչուհի եւ դպրոցը անշուշտ որոնք են այն գնահատված հուշերը զորս ունիք դասավանդման ձեր առաջին դարիներեն Ես մորցա ասերու որ Տեկելյան երաշտանոցը գարհոն Այո Ես երբ որ աբարդեցի ջեմարանը զատ պետք է ասել ադիգա երբ որ աբարդեցի բարոն Մինաս Տեկելյանը կոնսերվատուար ուսուցիչ էր horn French horn-ի ուսուցիչ էր Եվ անի միշտ կսե որ ես երաշտանոց պիտի բանամ ես երաշտանոց եւ մենք բան գնենք կարևորություն չենք տալ ինչպես կդագ է երաշտանոց եւ մարդ բարոն ողորմած հոգին Փացավ երաշտանոց եւ սա նորաթուն բիդելլաս իմ առաջին ուսուցչուհիս Այո Եվ երբ որ փացավ ես ինձ հրավիրեց ես կացի անշուշտ դեղը չեմ գիտե թե գոյություն ունի հիմա գացեմ բաց է թե գացեմ իմ աշակերտուհիս անդեղի դնորենուին եղավ ինչյաներ Budakcan So aniga երբ որ պետք է ասել որ Տեկելյան երաշտանոց ես գնամսել դասնյակ աշակերտներ բգայական արած են ինձ բայց շարունակած են կոնսերվատուար So ադիգա գուզեի ասել Այո դուք բավական երկար տարիներ այդտեղ ուսուցիչ եղաք եւ դասիկ վարիչն էիք այդ բաժնի վարիչն էիք ինչպես ուսուցիչ էիք դուք Խիստ բանջկոտ ավելի Դանգբենման էիք ձեր ուսուցիչներուն պետք է ասել որ դիգին Ահարոնյանը շատ ազնիվ շատ նված բանջկոտ եղած էր անիգա պետք է ասել որ անիգա Ամերիկա եկած ուսանած է so աստեղի ամերիկյան մեթոդը որ գա ես այդ մեթոդով չեմ դասավանդել շատ
թեթև է, շատ բարձ է, միան սորվեցնեն նվակեր, եղանակ նվակեր, այսին որոշ թույլ է ավելի Այո։ իսկ դիգիմնավարը շատ խստաբանջած է, իսկապես պետք է Այո, ասել, եւ ավելի եվրոպական մեթոդը գործած։ Ես հոս եվրոպական մեթոդը գործած եմ, եւ այո, որտեղ աշակերտը ավելի կհարաճանա, ավելի շուտ կարը, շատ պետք է ասել, որ շատ թույլ չէ, խիստ է, բաճկոտ է ավելի Այո, ճիշտ։ լավ, 1985 թվականին էր դուք որոշեցիք տեղափոխվել Կալիֆոռնիա եւ ձեր մշակութային կյանքը արմատական փոփոխության ենթարկվեցավ այդտեղ։ Ինչ էր ամենամեծ մարտահրավերը եւ ինչ էր ամենալավ բաժինը այդ նոր կյանքին մեջ։ Okay, պետք է ասել, որ ես չի որոշեցի կալ Ամերիկա, այսին չէի ուզել։ Այդ միջոցին մեծ քույրս ընտանիոք Քուվեյթեն պիտի հաստատվեին Ամերիկա, որտեղ իրենց գեսուր հայրը ընտանիքը ամբողջ հաստատված էին Լոս Անջելես։ Ուրեմն այդ միջոցին ալ ես շատ ոնց է քրոջս չէի տեսած այդ պատերազմին, միջած այդ միջոցին ասանք բան եղավ, որ եթե թիմես ամերիկյան վիզայի 5 տարվա վիզա գուտան։ Ուրեմն ողորմած Levon Travel-ը, սա որ նորա ասանք բան մգա հետաքրքրված, ասի չեմ գիտեր, ես հորս կհարցնեմ։ Հարցուցի սա աղջիկս չեն կորսնցներ բանը, արբիզատ։ Ուրեմն երբ որ քույրս որոշեց հոսքալ, սա որ գիտես, սա դուք քիչ մահանդարդած էր մեջտեղը, տուն եւ դիքույրս ալ դուք եկեք, իբրեբու դույտ կոներ իրար ուտեսան։ Ուրեմն մենք իբրեբուդյուտ եկանք Հայաստան, ասեմ, Ամերիկա, ես բզդի քույրս, բայց դժբախտաբար անչափ վադացավ վիճակը Լիբանանին, ուրեմն ես շատ չէի սիրած Ամերիկան, այսին Լոս Անջելեսը, այսին շատ չէի դպավորված, ուզեցի ետ վերադառնալ, երբ որ ծնողքիս հետ կապի մեջ մնացի, որ ասանք մենք ետ կվերադառնանք, որ նորաչլատ է վերադառնանք, մենք կուքանք կորսալ։ So այդ սևով ստիպած հոս մնացինք, այսինքն պատրաստված չէի, որ կամ եւ մնամ հոստեղ։ Այո, So լավ, 85-ին երբ որ ապարդեցի, գա Լոս Անջելես, ալ որոշված էր, որ ես հոս մնամ, քանի ծնողքս կկայի։ Սկսա հայկական դպրոցները թիմել երաժշտության, իբրև երաժշտության։ այո, Եվ թիմեցի միջայդ ասպարեզեն լսեցին, որ ես հոսեմ, ուզեցին ինտերվյու ունել ինձ։ այո։ Շատ լավ դիգինորա, ուրեմն բավական մարտահրավերներու արժև գտնվեցաք եւ շատ լավ բաժիններ ալկալ, որ դերևս դժվարություն այն էր, որ դուք ագամա մնացիք Ամերիկա, Միացյալ Նահանգներ, բայց պետք էր որ ձեր կյանքը շարունակեիք եւ ձեր ուզած կամ ձեր նախընտրած միջավայրի մեջ աշխատեիք։ Այո, բախտաբար։ Այո, Ադիգա մեծ բախտավորություն է ուզած ճիշտ պետք է ասել, որ երբ որ հոսի ասպարեզ միջատ ես թիմած էի հայկական դպրոցները։ Ուրեմն երբ որ Շամլյան բարժարանը պատահեցավ երաժշտության ուսուցիչ կփնտրել, այդ ինտերվյուն տեսնալով ինձ հրավիրեց։ Եվ այդ ծևով անշուշտ երբ որ գեսակցությունս կամ ինտերվյուն գարտացած էին, գիտեին, որ ես ջեմարան երաժշտության ուսուցչու եղած եմ, եւ այդ ծևով սկսա Շամլյան բարժարան երաժշտության տեսնել։ բավական երկար տարիներ դուք այդ դպրոցի մեջ հաստված եք եւ կնշանակե որ 30 տարի մոտավորապես դուք հայկական դպրոցի մեջ երաժշտության ուսուցիչ լալ կնշանակե սերունդներ գերդել հայ մշակույթով եւ հայկական երաժշտությամբ այս ոչ միայն մասնակցության ջերմերս կտասվի այլ աստիգա կտասվի իբր առաքելություն այս աշխատանքը, ծանր աշխատանքը ինչ կնշանակե ձեզ համար սերունդ դաստիարակել եւ ինչպես կարելի գլա այս մեկը իրագործել։
Խորին որ ես ինձ համար տաս դալը կամ սորբեցնելը հաճույք է եւ միշտ հաճույք եղած է ըլլա տաշնամուրի աշակերտներուս ըլլա ջեմարան կամ ըլլա շամլյան որտեղ իսկապես շատ ավոր երգչախումբ ունեինք եւ երկու ցանով գերքեն այսուս մինչեւ 6-րդ դասարան անշուշտ անգեց վերջերաշրջան դասընթաց չի գա So ես ամեն տարի երգչախումբ ունեի 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտները միասին ֆերմերու վրա ենք գարավիրվեինք ասկային ցերնարկներու երգչախումբը շատ ավոր երգչախումբ էր եւ ինձ համար հաճույք էր իրենց մտիգնել իրենց երկած ուղագի հաճույքով տասկուտայի Եվ գսիրեի վսորվեիք, այո, իրենց աջիրը երբ որ կդեսնեք, դուք արդեն հբարտություն է եւ ուրախություն է։ Իսկ դիգինորա, ուրիշ կարևոր բանը, ձեր կյանքը երաշտական այս կյանքի մեջ անկյունադարձային եղավ, այն բահը, եւ դուք ստեղծեցիք մեղեթի դիգնանց երգչախումբը։ Այդտեղ դուք նվագելու գովքին մի խմբավար էիք։ Ինչպես ծնունդ առավ այս երգչախումբին գաղափարը, ինչպես սկսավ եւ ինչ էին ադոր պատճառները, որ սկսավ ծնունդ առավ։ Անշուշտ պետք է ասել, որ ես նախքան որ մեղեթի երգչախումբը սկսեի, հրավիրվեցա որ վալի աստեղ անշուշտ մասնաճյուղեր կան վալի երգչախումբի վալի համասկայնը գուզեր գազմել երգչախումբը ոչ թե մանկական եւ ինձ մե եկան հրավիրեցին որ ես ղեկավարեմ այդ երգչախումբը ինձ համար սկիզբը հարմար չէի տեսնել որտեւ այն միջոցին ամուսինս շատ անանկիստ էր ամուսինս անշուշտ ծանոթացած է իբրև Արպինե Փերիբանյան ծայրեն ավոր բարիտոն էր անալ so անիգա ուրեմն այդ միջոցին անանկիստ էր եւ երբ որ խնդրեցին համաս եւ ինքը անշուշտ կառավարության մեջ պաշտոնյա եղավ ամերիկայի բանակի մեջ ա եղած է ուրեմն այդ միջոցին չեր աշխատել երբ որ հրավերը ստացա համասկայնին կողմեն ձևով ամուսինս նորա ընդունիր որտեւ ես ալ դունն եմ ես ագերքեմ ես ալ մասնակցեմ այդ երգչախումբին եւ այդ ձևով քանի մտարի 7 տարի ես երբեմն անշուշտ քանի ամիս վերջ այդ տարին ամուսինս մահացավ եւ վերջը շարունակեցին Սայատնովա երգչախումբը անգեց վերջը անշուշտ որոշ դժվարություններ ունեցա ըլլա այսինքն ալբերճավորությունը չէի այդ ուրախությամբ չէի այդ երաշտական այդ փորձերուն եւ անշուշտ կովիդը եղավ երբ որ կովիդը եղավ անշուշտ ցուլվեցանք երբ որ ցկեցի Սայատնովա երգչախումբը ուրեմն դիգիններ եկան կողմս երգչախումբեն Սայատնովա նորա չեն գուզել որ ցկեցի չեմ ուզել շարունակել ասին որ մենք ուզենք հետը շարունակել լավ ասի դիգնա գնենք այդ տեսակի ամեսան առաջացած լեզոր կաչալերեր կաուտի դաղանտավոր աշակերտներ հայ եւ ինձի շատ կաչալերած են եւ ուրիշներու անշուշտ եւ ադի ինձի շատ տպավորված երբ որ աս երջա մրցությունը գազմագեր
ենք, ասկեց անցյալ դարի մարտին մրցություն մգրինք, որ 11-ին 16 տարեկանի եւ 16-ին 21 հայ դաղանթավոր որևէ մեկ գործիք ունեցող նվակող մրցումի մասնակցի, մեր գոմեն Այո, գազմագերբած։ ուրեմն Եվ այսինքն ներողություն, այսինքն Մեղեթի երգչախումբը իր երգչախմբային ելույթներեն անգախ այս անգախ գազմագերբությունը ինքը արիտ կուտա մրցումներ կգազմագերբե, որպեսզի երիտասարդ դաղանթավորները փայլին կամ կաչալերը հիշնական, երբեմ հանել։ այո, Եվ այո, շատ լավ, շատ հաճող մրցույթ մներ 7 հոգի շայցան երկու կատեգորի են եւ նյութական բավական լավ վարձատրություն ունեցան այո, ադե որ հետաքրքրական էր այո, բզդիկները սկսան ավելի աշխատել ինչ երբ որ փամդաս իրենց ավելի աշխատին այո, շատ հաճող է եւ ադիգան նպատակն է որ մենք երկու տարին անգամը այդ մրցույթը անենք ադիգան նյութականի գարոտ է մոտ 10,000 11,000 դոլարի գնայ ամեն մեկ մրցույթը դվիրատվությունը սրա բարձելով այո։ ուրիշ Ինչպես կհոգակ այս բաները ծախսերը։ Այս ծախսերը ինչպես գնաք։ ուրեմն ուրեմն դարին անգամ մենք fundraising event ունենանք անցյալ ամիս ունեցանք 3 շաբաթ առաջ fundraising event-ը որ մենք կերքենք մեղեթի երգչախումբը կերքի եւ միևնույնն է ջաշկերույթ է եւ անշուշտ եթե կաուտի մեջ արվեստագետներ կա իրենց գործերը կներկայացնեն եւ ժողովուրդը գուկա այդ ծևով քիչ մանյութական կապահովենք առավել մեղեթի երգչախումբի ելույթներուն այդ դրամը որ կհավաքվի մեկ կողմ կտրվի Հատկացնեք, այո, եւ կհատկացնենք այսին նպատակը մեր դրամ ունենալը աս տեսակ բաներու համար է այո։ դալու համար է կորզածելու համար է Հուսամ դեղ մգահասնենք եւ վերջը գրնանք մենք տաղանթավոր անսերու իրենց ուսումը վճարել Այո, շատ կաչալերը կարևոր է ադիգա։ եթե շատ տաղանթավոր են ինչու՞ չէ ադիգային երազ վիրագանա եւ որ այդտեղ հասնենք արդեն Շատ միշտ լավ կհավատամ որտեղ միշտ կսիրեմ կաչալերեմ տաղանթավոր երդասարտները, որովհետև եթե մենք չկաչալերենք, չկնահատենք, իրենք պիտի չի շարունակեն, որովհետև ցեն ինչու իրենք կոր, հա? Բայց եթե մեկը իրենց կարևորություն դա, հրե պիտի աշխատին, պիտի արվեստ Այո, հիմա գսեն, որ հաճախ գխոսիկ, որ այսօրվա երիտասարդները ընդհանրապես համբերություն չունին։ Եվ միշտ կուզեն փոփոխամիտ են եւ իրենց հետաքրքրությունները հաճախ կփոխվին։ Դուք ինչ կրնակ կսել, ինչպես կրնակ ներգրավել երիտասարդներ, որովհետեւ երաժշտությունը միան թաշ չլա, հայլ լա իրենց ցանկի ուղին, իրենց ցանկի մեջ լա։ Ես ինչպես որ հետաքրքրական է որ ես ընդհանրապես վերջերս շատ աշակերտ չեմ արնել որտեղ իմ նպատակը եթե այդ աշակերտը հետ պիտի աշխատի պետք է արդյունք բերի պետք է աշխատի դունը practice-ն է աստեղ ամերիկայի մեջ շատ հետաքրքրական է որ մարդիկ տաշնագի գեդեին բայց ամբողջ շաբաթ մեկ նոթա չեն աշխատի եւ տասի գերտան եւ այցեով աշակերտը չի հարաճանալ գիտեմ որ եթե ինքովս պիտի կան պիտի աշխատին պիտի practice-ն որտեղ արդյունք պետք է տեսնամ դժբախտաբար ամերիկայի մեջ այդ բանը չի գա որովհետև ընդհանրապես ավելի սպորի գեդեին այդ աշակերտները նույնիսկ հայկական դպրոցներում մեջ աշակերտը շաբաթը 3-4 օր երկու անգամ փորձի գերտա դպրոցեն վերջը լա բասկետբոլ կամ սպորի գեդեվի մեկ օրը բալետի գերտա մյուս օրը պիանոյի տասիկուկա արդեն ամբողջ շաբաթը գանցնի առանց որ մեկ բանի մեջ լավը լալու ադի դժբախտություն է որ չեմ գիտեր եթե լիբանան ադանգ ես գիտեմ որ լիբանանի մեջ ավելի հետաքրքրություն կար ծնողներու կողմեն որ երաշտության Դագավին կա դագավին նույն բաներն ալ գրնակ հոսալ տեսնել որովհետև բզդիկը հոսալ մի քանի activity-ներու կհետևի անշուշտ նախընտրելին այդ է որ մեկ կամ երկու բան անե որովհետեւ ավելի
Գարենա լման բոլորին ճիշտ իր ժամանակը դրան։ որովհետև դե չի ասնի։ Այո, շատ Եվ ճիշտ։ ով է մեկ ասենք դե բասկետ կնես, տենիս կնես, պիանո կնես, բալե կնես, կարատե կնես, դեղ մը չես հասնիր։ Այո, Մեկ ճիշտ է։ բան մը լավ բան մը Շատ արդյոք ճիշտ։ Լավ։ Լավ դուք ադոր ես։ լավ դուք ինչ խորհուրդ կուտակ, ինչ պատկամ կուզեք փոխանցել նոր սերունդին, մեր հայտակիրը փակելեն առաջ։ Հերու, գսեներու ապերեն, իրարու ծանոթացանք այդ սևով եւ ամերին անուշիկ ցայնիտ Շնորհակալ եմ։ շնորհավորեմ ուրեմն նախ հաջողություն կմաղթեմ բանացայնին ֆան ինտերվյուներու գհետաքրքրվի եւ գբրբդե դաղանտավոր ասքին վաստակավոր անձերու հետ ծանոթանալ եւ մեծ բան է իսկապես կշնորհավորեմ ցեզի իսկ հաջողություն կմաղթեմ եւ բարևներ դաղանտավոր անձերու բավական անձեր կա որ դակամին իրենց գաբի մեջ եմ Facebook-ին իշնորիվ Այո։ ինձի գհիշեն եւ այդ սեվով կոնե գաբի մեջ ենք իրարու հետ Մենք շնորհակալ ենք ձեր այս սուր ժամանակին, որ դրամատրեցիք եւ այս գեղեցիկ զրույցը ունեցանք։ Հուսամ հաջողություն կմաղթեմ ձեր աշխատանքներուն, Մեղեթի երգչախումբի աշխատանքներուն եւ հուսամ այլ առիթներով դարձյալ առիթը կունենանք կգաբվենք եւ կխոսենք եւ ձեր լավ լուրերը կրնակ փոխանցել մանացայնեն դարձյալ շնորհակալություն ձեր մասնակցության այս մանրակալ հաղորդաշարին հարկելիուն գընտիրներ այսպիսով կփակենք մեր հետաքրքրական զրույցը դիգին Նորա Ռումյան Բայրամյանին հետ Միացյալ Նահանգներեն Տաշնագահար եւ Մեղեթի երգչախումբի ներկա խմբավար եւ հիմնադրող շնորհակալություն ցայնե հաղորդավարին շնորհակալություն բոլոր ունգընտիրներուն որ մեզ հետ եղան այսօր ձեզ հետեր Շողիկտորոսյանը մեր հաջորդ հանդիպումը առաջիկա չորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները